Զինվորականներ, պարզ շարքային քաղաքացիներ, ովքեր այսօր գտնում են անազատության մեջ, բացառապես նրա համար, որ ունեն սեփական տեսակետ, պայքարում են հայկական ինքնության համար եւ հաշտ չեն այսօրվա իշխանության վարած հակահայ քաղաքականության։ Բայց այդ հակազդեցությունը համարժեք է, թե համարժեք չի եւ Այս պայն համարժեք չի եւ ես կարծում եմ պետք է հասնենք նրան, որ լինի համարժեք։ Ինչպես պիտի հասնեք այդ Ժողովրդի կամքով, շարունակական գործողություններով, նախ ասեմ, որ սա մեկ անգամյա ակցիա չի լինելու, սրան հաջորդելու է հաջորդ շաբաթ չորեքշաբթի օրը ազգային ժողովում տեղի ունենալու Հայաստան խմբակցությունն հրավիրել, պատիվ ունեմ խմբակցությունը հայտարարության տեքստին միացել համատեղ տեղի կունենա լսումներ, քաղբանտարկյալներ թեմայով, դե պարզ է ԿՊ-ի վերաբերմունքը, ԿՊ-ն դեմա, չէ, մենք կարող ենք նաև լիագումակ տեղափոխել նիստը, բայց մեր համար այդ նիստը ծառայելու է, հրավիրելու ենք պաշտպաններ, հրավիրելու ենք նաև միջազգային կազմակերպություններ, այսօր հրավիրելու ենք լինելու նաև դատախազ Ռոհգա ազգային ժողովի այդ լսումներին, այն որ գնացել էին մարտի 1-ին բեմադրում, թող չորեքշաբթի օրը գա ազգային ժողովի նիստին, որտեղ փաստաբանները, հասարակական, քաղաքական, հանրային գործիչները կխոսեն բոլոր են ապօրինությունների մասին, ինչ որ անում այսօրվա դատախազը։ Հավատում եք, որ կգա։ Հավատում եք, որ վարչապետը Չի գա, մեր խնդիրն է հրավիրել, փաստերը ներկայացնել, եթե կգան, ուրախ կլինենք։ Չեն գա, կարձանագրենք, որ հերթական անգամ խուսափեց։ Մարտի 1-ի լսում Մեր գործողությունները պայմանավորված չի իրանք ինչ կանեն, դեմ կքվեարկեն, չեն գա, կբոյկոտեն։ Մենք պետք է քաղբանտարկյալների պաշտպանության օրակարգը դարձնենք առաջնային եւ այս ուղղությամբ պայքարենք։ Մարտի 1 Ազատություն քաղբանտարկյալներին դեմ ենք այն բռնապետությանը, որ գոյություն ունի եւ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունները խոսքի ազատության եւ ժողովրդավարության թշնամին են։ Մարտի 1-ի լսումները ինչպես է գնահատում։ Ինչ որ երիտասարդներ Մարտի 1-ի լսումներին ներկայացել են եւ մասնակցում են քննարկման։ Բոլորի նկարները կա, մի քիչ որ նայեք կլինի, լավ հիմա ասում եմ կա, ես անձամբ բոլոր տպագրվող նկարները նայել եմ ու կա ու բոլորինը կա ու մեր համար ընդհանրապես տարբերություն չենք դնում, որովհետեւ մեկին անկախ քաղաքական որ ճամբարում է գտնվում։ Եթե այս իշխանությունների կողմից մարդ հալածվում է, մենք իր կողքին ենք, իր իրավունքները պետք է պաշտպանենք, ընդհանրապես մենք տարբերություն չենք դնում։ Իշխանությունը հակադարձում է ընդդիմությանը, ասում է Հայաստանում Բայլակ էսա որ եղավ անձամբ քեզ ցույց եմ տալու, մի հատ չի լինելու, մի քանի հատ լինելու։ ասում են Հայաստանում քաղբանտարկյալ չկա, բերում են Վարդան Ղուկասյանի օրինակը, Գյումրիի համայնքապետ, ասում են, եթե մարդը կարտակ է վերցրել, մենք ինչ անենք, թողնենք ազատության մեջ այդ մարդը։ Նայեք, ուրեմն մեր երկրում մի հատ բան ավանդույթ է ձևավորվում։ Դուք տեսել եք բոլոր քրեական գործերի հիմքում կամ մեծ մասում 86 ԿՊ-ի լրատվամիջոց Civic-ը ինչ որ մի հատ ձայնագրություն է հրապարակում, որից հետո քննչականը սկսում է քրեական բարույթ ու անմիջապես այդ մարդկանց կալանավորում են։ Այս վերջի շրջանում նոր զարգացումներ կան։ Հայկական ժամանակն էլ արդեն հրապարակում է դատարանի վճիռը։ Դատավորները այլևս անելիք չունեն, պետք է հետևեն հայկական ժամանակի ու Civic-ի էջերին, տեսնեն ինչ են ասում, էլ Նիկոլ Փաշինյանը լայախ չի անում SMS գրի դատավորներին։ Արդեն հայկական ժամանակը մի անգամից դատական որոշումներ հրապարակում են։ Ակնհայտ Գյումրիում ձերբակալել են 30-ից ավել մարդ, բացառապես նրա համար, այսինքն որ տեր են կանգնել իրենց քվեարկությանը, իրենց ձայնին։ Ու այս իշխանությունը, որ հաճախ խոսում է ժողովրդավարությունից, ցանկացած ընտրություն կլինի դա Բրյուսովի ռեկտոր համալսարանի, թե համայնքի ղեկավար, եթե իր թիմքին հաճելի չի, ինքը անմիջապես այլ որոշում է կայացնում, այդ մարդիկ նվազագույնը պետք է բանտարկվեն։ Այս է ժողովրդավարության բացություն։ Տեսեք, դուք ասում եք, որ հակազդեցությունը համարժեք չի, այդ պարագայում Ներոնք են չեն կրակում հանգստել։ ճանապարհային այլ ինչ քարտեքս կա, զուգահեռաբար ընթանում է Բաղդասարյանի եւ մյուսների գործով դատական նիստը, դուք իմպիչմենտի գործընթացը այդպես էլ չեն հասկանում, ուր է գնում, ուր հասավ այդ ստորագրությունները ուր են, խմբակցությունները մեկը մյուսի վրա գցելով, սպասելով, այդ հակազդեցություններից Իմպիչմենտի համար նոր բան չունեմ ասելու, ինչ ասելու եմ, վաղուց ասել ենք, իսկ հակազդեցում ինչպես ենք պատկերացնում։ Մենք կարծում ենք, որ առնվազն մի շարք հարցերի շուրջ ողջ ընդդիմադիր դաշտը պետք է լիարժեք համագործակցի։ Դրանք հետևյալ կետերն են։
Քաղբանտարկյալների պաշտպանություն եւ այս իշխանությունների կողմից բռնաճնշումների դիմադրելու համարժեք մեխանիզմներ ստեղծել։ Երկրորդը եկեղեցու պաշտպանություն։ Մենք կարծում ենք, որ ընդդիմադիր դաշտը միմյանց չպետք է թիրախավորի եւ գլխավոր թիրախը պետք է դառնա այս հակահայտ իշխանությունը։ Եթե գնանք ընտրությունների հասնենք այդ փուլին նախընտրական, հետընտրական շրջանում սրանց կեղծիքները բացառելու ուղղությամբ համապատասխան մեխանիզմներ, այսինքն կան մի շարք օրակարգային անհրաժեշտ կետեր, որոնց շուրջ ողջ ընդդիմադիր դաշտը պետք է համագործակցի, հակառակ պարագայում չկա մեկ ուժ, որ մենակով կարող է այս ռեպրեսիաներին, այս այլանդակությունների դեմը առնել։ Այս ուղղությամբ արդից օգտվելով ասեմ, որ մենք այդ նախաձեռնությամբ հանդես են գալու, առաջիկա օրերին կլինի պաշտոնական հայտարարություն եւ քաղաքական ուժերի հետ սկսենք խորհրդակցությունները, նախնական բոլոր այն ուժերի հետ, որ խոսել ենք, շատ դրական վերաբերմունք կա եւ սա լինելու է առաջիկայում մեր առաջնային օրակարգերից մեկը։ Վաղարշապատի նոր ընտրություն Դիմադրության շարժման ժամանակ ինչ պայմանավորվածություն եք ունեցել ընդդիմադիր խմբակցություններով, որ չեք պահել։ Ինչ-որ մեկը պես բան Մասնավորապես այո, ինձ չէ, Աննա Մկրտչյանը իրականացրել Excuse me. որ պայմանավորվածություն եք ունեցել որակարգի վերաբերյալ մասնավորապես Ես Աննա, հարցապատասխանների ես չգիտեմ ինչ ասը իմ գործընկեր Աննա Մկրտչյանը, բայց ես Աննա Մկրտչյանի հետ երբևէ որևէ հարց չեմ քննարկել։ Այդ քննարկումներին իսկ ում հետ որ քննարկել եմ, առնվազն բոլոր պայմանավորվածությունները պահվել են բարձր մակարդակով եւ ոչ թե դիմադրության ժամանակ, այլ վերջին 7 տարվա մեջ քաղաքական դաշտի բոլոր գործընկերները գիտեն, որ դաշնակցը ներկայացուցիչ, եթե մեկի հետ մի բան պայմանավորվում է, դա այլևս քննարկման կամ կասկածի տակ չի դրվում։ Վաղարշապատի ընտրությունները որպես նոր ձերբակալությունների համար քարտ բլանշ Փաշինյանի մեկնաբանությունը ինչպես եք գնահատում։ Փաշինյանը Կամ ընկալում է, հա։ Փաշինյանը չի համակերպվում ժողովրդի որևէ ընտրության հետ։ Փաշինյանի նորից եմ ասում բռնություններին հակազդելու միակ ճանապարհը ժողովրդի հավաքական կամքն է։ Քանի կարա բռնի եւ մարսի, ինքը բռնելու է եւ իր իշխանությունը պահելու միակ հնարավորությունը դա է։ Եկեք այսքանով սահմանափակենք, սկսենք։ Ես շնորհակալ